Դեռ մութ էր, երբ Չիպոն քնի մեջ լսեց Ջուզեպպեի արթնացած ձայնը։ Լիլիթ տիկինը քնած էր երևում, իսկ նրա դրած նախաճաշը լրիվ արթնացրեց Ջուզեպպեի ձայնը, եւ նա քթի տակ մերթ իտալերեն, մերթ գերմաներեն, մերթ հայերեն երկաձայն մրթմրթաց ու դուռը բացել փակելով գնաց աշխատանքի։ Քնի մեջ Չիպոն երազում տեսնում էր Ջուզեպպեի երգը, որը թիթեռի պես թևածում էր աշխարհի վրա ու չգիտես ինչու շտապում աշխատանքի։ Բայց ոչ մի թիթեռ իր օրում չի սուրա գործարան, նրանք ծաղկից ծաղիկ, խոտից խոտ թռչկոտում են գունագեղ, եւ մի բան են երգում, եւ մի լեզվով։ Ինչ ամառ է աշխարհը, ինչ գարուն է աշխարհը, եւ մի քիչ աշուն, գարունն էլ է մի քիչ, բայց ծաղկած։ Եվ աշխատանք կոչվածը Չիպոյին թված ավելորդ թռիչք, այն էլ, եթե ձմռանն էլ է տևելու։ Մտքերը Չիպոյին այցելում էին հանդիսավոր, ծանր ու մեծ քայլերով, եւ կրյան զգում էր, որ իր շարժման պես են մտքերը, չեն շտապում, իրենց արժեքը գիտեն, ամպերի պես, նրանք կարող են անձրևել, եթե տեսնում են երկրի վրա ծարաված կենդանիների։ Լույսը բացվեց։ Չիպոն դուրս ելավ տուփից ու մի շող նրան չհասցրեց քաշել իր կողմը։ Այդ պահին թարսի պես հայտնվեց Գայանե տիկինը, բարի լույս ասաց հայերեն եւ իրեն Չիպոյին վերցրեց ափի մեջ ու տարավ։ Տարավ մյուս բնակարան, որ Լիլիթ հենց բնակարանին կպած էր։ Բնակարաններն էլ, դու մի ասա, մրջյունների նման պոչ-պոչի գնում էին չգիտես ուր։ Գայանեն բարձրահասակ էր ու գեր։ Չիպոն բարձրունքից էր նայում սենյակների կախ կարասիքին ու վախենում էր ընկնել մանրահատակին։ Դա ամոթ կլիներ առավոտ շուտ, գոնե հող լիներ, քար կամ ծաղճուտի ցեղ։ Գայանեն ասաց. Չիպո ջան, նայիր, սրանք ցինկե սկիհիներ, գավաթներ, ափսեներ եւ անոթներ են, որոնք դրվագված են հին վարպետ գերմանացիների հունարով։ Ես միշտ գնում եմ մեր կողքի բացված տոնավաճառ ու գնում հնագույն ցինկե։ Գրայի մտքում գնում բառերը շատ թվացին եւ դա բավական էր Գայանեին շատախոս համարելու համար, բայց Չիպոն կիրթ էր եւ մտքում անգամ չվիրավորեց Գայանե տիկնոջը, իսկ տիկինը շարունակում էր խոսքը ցինկե հավաքածուի մասին։ Չիպոն բարեկրթությունից ու մեկ էլ ընկնելու ամոթից դրդված նայում էր, ու ցուցադրանքի շատ պատկեր դրվագներ գումարվեցին իրարու։ Մի հրաշալի, լայն գլխարկով արքայազն թեթև հպվելով բռնել էր գեղեցկուհի աղջկա թևը ու գնում էր վարազների եւ առյուծների թավուտով։ Երկնքից նայում էին ամպեր, արևը չէր նայում, քանզի երկնչում էր արքայազնի եւ աղջկա բախտի համար։ Վարազ ու առյուծ են, ինչ իմանաս, հանկարծ վրա կտան ու… Բայց արքայազնն ու աղջիկը շարունակում էին կտրել թավուտը, երբ մի հովիվ իր ոչխարներով ելավ նրանց դեմ։ Ով է տեսել, որ ոչխարի հոտից վտանգ սպառնա, բայց դու մի ասա, այդ ոչխարների մեջ թաքնվել էր գայլը եւ մեջքից հարձակվեց աղջկա վրա։ Աղջիկն էլ համեստ էր եւ դա նրան շատ օգնեց։ Համեստ աղջիկները հնում երկար մազեր են պահել։ Հյուսքը խփվեց գայլի կոկորդը եւ նա փորձեց հազալ, փռշտալ, բայց այդ պահին արքայազնը հանեց իր թաշկինակը եւ սրբեց գայլի խոնավացած պսլնքոտ քիթը։ Այնքան ամուր սրբեց, որ գայլը խրխռոցով ընկավ ծաղրածուի ոտքի տակ։ Այդ ծաղրածուն հայտնվեց թագավորի պալատից։ Թագավորն էր ուղարկել, որ ծաղրի գեղեցկուհի աղջկան ու արքայազնին ետ պահի նրա հետ ամուսնանալու մտքից։ Ծաղրածուն այնպես վախեցավ սատկած գայլից,
որ թագավորի ապսպրանքը գլխի վայր շուռ եկավ եւ ծաղրածուն հազիվհազ կմկմաց։ Թագավորը ձեր թագն ու պսակին է սպասում իր մահվան մահճում։ Արքայազնը աղջկա թաթիկը բռնած, սուրաց պալատ։ Թագավորը գահին բազմած սպասում էր մտախոհ ծաղրածուի լուրին։ Երբ տեսավ որդուն ու գեղջկուհի աղջկան, տեղն ու տեղը սիրտը ճաքեց։ Ցինկե դրվագում չկար նրա թաղումը, բայց կար արքայազնի հարսանիքը, ուր հրավիրված էին վագրը, առյուծը, հովիվն ու հոտը, եւ իհարկե սատկած գայլը, որի կողքին կանգնած ծաղրածուն ծիծաղում էր։ Արքայազնը եւ աղջիկը ունեցան բազում որդիներ, որոնք իրար դեմ կռվում էին մի թագի համար։ Թագն էլ դրել էր ծաղրածուն, ու հովվի հետ ոչխար էր պահում հայոց լեռներում։ Լեռներում… Բարի լույս, մամ, ասաց Լիլիթը։ Չիպոն քեզ հետ է։ Այո, ես նրան ցույց եմ տալիս իմ հավաքածուն։ Եվ ինչ։ Կարծում եմ խիստ զգացված է, ժպտաց Գայանեն։ Բա նա շատ խելոք է, ասաց Լիլիթը։ Տանեմ կերակրեմ։ Չիպոն դեռ հայոց լեռներում էր, շնչում էր մաքուր օդ եւ հանդիպել էր իր նման կրիայի։ Նա ճիշտ է, արտաքնապես էր նրան նման, բայց օգ կրիա էր։ Իսկ ինքը արու է եւ մտքում գրեց ամուսնանալ նրա հետ եւ հարսանիքին հրավիրել վարազին, առյուծին, սատկած գայլին ու ծաղրածուին։ Լիլիթն ափի մեջ առավ Չիպոին եւ հարսանիքի թեժ պահից կտրելով տարավ իր բնակարան։ Արեգը քնած էր։ Չիպոն մտածեց, որ Արեգինն էլ պիտի հրավիրի հարսանիքին, առանց նրա եւ հովի ոչխարները չեն գա հարսանիք։ Լիլիթը մանրացրած վարունգ դրեց հատակին եւ Չիպոյի պատյանը սեղմեց նրանց։ Չիպոն հայհայել պիտի փռշտար, զսպեց իրեն, հիշելով արքայազնի թաշկինակը։ Ափսոս, որ ինքը թաշկինակ չունի, թաշկինակը լավ զենք է գայլի դեմ։ Չունենա, Արեգինը կվերցնի, իհարկե նորը կխնդրի եւ Արեգը կտա, թաշկինակներ նա շատ ունի, թեպետ քիթը մեկն է։ Արեգը քնից զարթնեց։ Առաջինը ինչ ցանկացավ, Չիպոյին տեսնելն ու խաղալն էր։ Չիպոն վարունգի կտորտանքից կրծմծել ու շարժվում էր դեպի միջանցք։ Այնտեղ լույսի շերտն էր պառկել օձի պես, եւ նրա վրայով վազում էին 3 մրջյուն։ Չիպոն կարոտել էր վազող արարածների, բացի մարդկանցից, քայլող գազանների, բացի մարդկանցից, շարժվող կենդանիների, բացի մարդկանցից, եւ թաթերով ու ոտքերով այնպես հրվեց առաջ, որ քիչ մնաց մրջյուններին հասնի ու ճզմի։ Սակայն նրանք հեռացան շատ արագ, ու Չիպոյին մնաց միայն շարժվել միջանցքում շարված կոշիկների կողմը։ Արեգը համ ուզում էր խաղալ Չիպոյի հետ, համ էլ ուզում էր մտքում պարել իրենց դասարանի գերմանուհի Աննայի հետ, եւ դա էր պատճառը, որ ինքը մնաց պառկած, իսկ Չիպոն երկարաճիտ ու կարճաճիտ կոշիկներից հասավ կանաչին, որը ամառային ցանցկեն երեսով բոկոտիկ էր, մտավ նրա մեջ ու զգաց հանքավանի դաշտում։ Կոկորդը քոր եկավ, մի երկար մորեխի պես երկ ձգվեց դեպի բերանը, մինչև հասավ, Արեգը ձայնեց. Ուր ես, Չիպո։ Կրյան լուռ էր, ինչպես Երևանում ու Մարմարիկի հովտում, ասենք միշտ։ Ահա լսվեցին Արեգի ոտնա ձայները։ Ահա երևաց նրա բոբիկ թաթը, 5 մատ ունի։ Ահա երևաց ձեռքը, 5 մատ ունի։ Եվ Չիպոն բարձրացավ վեր, դեպի Արեգի շուրթերը։ 2 շուրթ թփվեցին Չիպոյի պատյանին։ Արեգին թված պատյանը կարծր է եւ կրյան չի զգա իր շունչը։ Չիպոն հասկացավ տղայի միտքը, բայց իզորու չէր ասելու. քո շունչը տաք է ու խտտացնում է մեջքս, ասես մրջյուն քայլի պատյանիս վրայով։ Չիպոն արդեն հասունացել էր այնքան, որ
իր համար բանաձևել էր։ Կարելի է ամեն ինչ ասել չասելու պես և չասել ասելու նման։ Արեգը առանց լվացվելու Չիպոյին ափի մեջ առած իջավ բակ։ Այնտեղ նրա ընկերներից գերմանացի Հանսն էր, սեփ Միշան էր և իսպանացի հրեա Աբրահամը։ Արեգին տեսնելով վեր-վեր թռչեցին իրենց, քանի որ իրենց ֆուտբոլի ընկերն էր եկել։ Բարևեցին ու նայեցին ասելով. «Նայիր»։ Արեգը տեսավ ճերմակ, ժանեկազարդ երկինք, այնքան գեղեցիկ ու նրբահյուս, որ ասես իր հոր մայրն էր գործել։ «Ինձ սիրուն է», բացականչեց նա։ Հանսը ճշտեց. «Սիրուն է ու ապահով»։ Աբրահամն էլ ավելացրեց. «Արաբ ահաբեկիչների դեմ են պայքարում»։ «Ովքեր, ճերմակ գծերը»։ Հարցրեց Արեգը։ «Դրանք կործանիչների, ռմբակոծիչների, ուղղաթիռների հետագծեր են, թռչում են երկնքով, որ ապահովեն Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի տոնավաճառի աշխատանքը, չէ՞ որ հազարավոր հյուրեր են գալիս»։ «Սերբ Միշան էլ թե»։ «Մեզ էլ են պաշտպանում։ Հոխհեյմը մի քանի կիլոմետր է Մայնի Ֆրանկֆուրտից հեռու։ Հիշում եմ Բելգրադի ռմբակոծումը 99-ին»։ Հանսը ճշգրտեց. «Ավելի ճիշտ, Մայնց քաղաքն էլ են պահպանում հարձակումից»։ «Ինչ է, կռիվ է»։ Հարցրեց Արեգը։ «Չէ, կռիվ չէ, բայց դրա նման մի բան, ահաբեկչության վախ կա, հեռուստացույցն ասաց», պարզաբանեց Աբրահամը։ «Էլի արաբներն են»։ Հանսը ճշտեց. «Ահաբեկիչները ազգություն չունեն, նրանք ֆանատներ են։ Ժապավեններն ավելանում են երկնքում, իրար հյուսվում, գործում մի ցանց, որից սատանան անգամ չէր իջնի երկիր»։ Չիպոն նայում էր տղաներին ու նրանց խոսքի տակ ու պարզ հոսանքներից հասկանում, որ աշխարհում շատացել են մեղվա ճանճերը։ Նրանք թռչում են աջ ու ձախ և պատրաստվում է խայթելու։ Մարդիկ էլ պատյան չունեն, որ մտնեն նրա մեջ։ Տները մրջյուններ են, չեն օգնի, կվազեն տարբեր ուղղություններով ու մարդիկ կմնան բաց երկնքի տակ։ Չէր հասկանում Չիպոն, թե ինչու այս փոքրիկները այդքան մեծ են թվում։ Դրանք ավելի շատ երկնքին են նայում, քան հողին, որն այդքան մոտ է ու վստահելի։ Ինքն էլ գլուխը հանեց պատյանից ու Արեգի ափից նայեց վեր։ Իսկապես, սպիտակ ցանց էր հյուսված ամպերից ներքև։ Արևը չկար, չէր երևում, երևի, որ ռմբակոծիչները չզարկեն։ Սա իհարկե մտածեց Արեգի նման, թե չէ Չիպոն չգիտի, թե ինչ ահավոր ուժ է պահպանում իր կողերի մեջ ռմբակոծիչը։ Դա կրիային հիշեցնում էր բզեզի, միայն փայլուն թևերով բզեզի, որ բզում է ու միայն այդքանը։ Իսկ այ վտանգավոր են մոզերը։ Նրանք կծում են, երբ ձիերը դուրս են գալիս Մարմարիտ գետից։ Այնպես են վրնջում զայրացած ձիերը, որ արջն անտառում լսում է։ Չիպոն փնչաց ինքնագոհությունից, թե իբր պատյան ունի, ապահով է։ Նա լսեց ու հասկանալի չափով նայեց տղային։ Աշխարհի երկինքը բաց է, աշխարհի երկիրը փակ է։ Թող երկիրը երկինք դառնա այն պահին, երբ ռումբեր են ընկնելու սատանայի ձեռքից, թող քարանան այդ ձեռքերը։ Սա իհարկե մտածելով լուռ ասաց ինքը Չիպոն, բայց նա Չիպո չէր լինի, որ այսքան լուրջ լիներ։ Նա նաև հասկանալու չափով մտածեց և լուռ ասաց. «Ինչ եք խոզի պես մռութներդ կախել, վազեք գնդակի ետևից և վազեք կրիայի պես»։ Չիպոն արդեն մի քանի օր է Հոխհեյմ քաղաքում է, և կարելի է ասել լրիվ հարմարվել է ճտկավոր կոշիկների մեջ ննջելուն, մանրահատակի սայթաքուն ողորկությանը, Արեգի շոյանքներին, Լիլիթի կերակրատեսակներին, Ջուզեպպեի համակարգչային խաղերին հետևելուն։ Մի խոսքով, դարձել է Հոխհեյմի սովորական քաղաքացի։ Արեգը զարթնեց ու էլի մնաց անկողնում։
Չիպոն հասկացավ, որ էլի հիշել է Աննային, ասենք հիշելը որն է, երբ է մոռանում որ։ Նա վճռական վեր թռավ, լվացվեց, մաքրեց ատամները, հագավ շորերն ու նախաճաշեց, մայրիկից խնդրեց պաղպաղակի, կինոյի և գնդակի դրամ, գնդակը իբր ծակվել է։ Լիլիթ տիկինը չմերժեց, բայց ասաց. Ես գնալու եմ դպրոց, գնալու եմ պարապեմ աշակերտներիս հետ ու գնալու եմ նվագախմբի փորձին, դու շուտ կգաս։ Այո, Չիպոյի հետ եմ գնալու, երկար չեմ մնա։ Չիպոյին լավ կնայես։ Բա ոնց, ասաց Արեգը։ Չիպոն ու Արեգը դուրս ելան։ Ավտոբուսը նրանց տարավ Մայնց քաղաք։ Արեգը Չիպոյին տեղեկացրեց. Գուտենբերգը այստեղ տպագրական մեքենա հորինեց։ Չիպոյի ականջի ծայրին դիպավ, բայց հարգեց հորինել բառը։ Նրանք նստեցին գնացք ու Չիպոն չէր հասկանում, ինչու է Արեգը խուսափում ինչ-որ համազգեստով մարդկանցից։ Սրանք հսկիչներ են, ծլկեցինք։ Չիպոն հիշեց, որ Երևանի օդանավակայանում էլ ինչ-որ հսկիչներից հուզվում էր Լիլիթը, գուցե նաև Արեգը։ Էս ինչ մարդիկ են հսկիչները, ինչ է, նրանք չեն տեսնում, որ տղան կրիայի հետ է, հարգանք չկա տղա կրիավորի հանդեպ։ Արեգն ամաչում էր առանց Տոմսի ուղևորվելու համար։ Դա առաջին անգամն էր, Արեգն ասաց Չիպոյին, էլ չեմ անի։ Ինչ որ չխչախկոց էր լսվում, դա հաստատ Արեգի սիրտը չէր։ Արեգն ասաց. Չիպո ջան, հիմա կհասնենք Լյուքսեմբուրգ, կտեսնենք Աննային։ Նրան զանգել ու ասել եմ, որ կրիա ունեմ։ Նա էլ հուզմունքից կչաց հեռախոսի մեջ, օր առաջ ուզում եմ տեսնել։ Չեմ ասել, որ կբերեմ Չիպոյիս, ուզում եմ անակնկալ մատուցել։ Լյուքսեմբուրգի կայարանը մեծ էր։ Չիպոն չգիտեր դա Լյուքսեմբուրգի կայարանն է, թե մի ուրիշ քաղաքի։ Քունը տանում էր, ու նինջը նրան քաշեց պատյանի մեջ։ Երազի մեջ ցինկե հավաքածուի աղջիկը, կրիան, նրան տարավ հայոց լեռների մութ թփուտը և մի օգտակ տվեց Չիպոյի երեսին արտասվաթոր ասելով. Դու ինձ մոռացար, դու բռի ծուրթատ արջ ես, դու իսկի էլ Չիպո չես, Չիպոները ջենտլմեններ են լինում։ Չիպոն վեր թռավ, երբ լսեց մի ուրիշ աղջկա ձայն։ Ինչ լավ է, ասես շքանշան լինի։ Չիպոն գլուխը հանեց պատյանից ու տեսավ շեկ մազերով, կապույտ աչքերով, գուցե Աննային։ Այդպես էլ կար, որովհետև Արեգը դոշը ցցել էր աքաղաղի պես ու գերմաներեն ծուղրուղու էր ասում, այսինքն սա Հայաստանի ամենալավ կրիան է, սա աշխարհներ է կտրել, որ դու տեսնես։ Պահ, ես ինչ եմ որ, թող Արեգը տեսնի Աննային, տղան չի կարողանում ուղիղ խոսել, հուզվում է։ Աննան շոյեց Չիպոյի պատյանը, կրիան վիզը լրիվ դուրս հանեց, շոյվելը դուրեկան էր։ Համա թե նուրբ ձեռքեր ուներ Աննան, Արեգն էլ շոյեց Չիպոյին, բայց այնպես, որ շփվի Աննայի ձեռքին։ Աննան դա զգաց, չզգալու տալով ու էլի շոյեց Չիպոյի վիզը։ Գնանք քեզ ցույց տամ Լյուքսեմբուրգի դղյակը, Արեգին ասաց Աննան։ Նա բարձրահասակ էր Արեգից, տղան հաստլիկ էր, իսկ աղջիկը նիհար, կրիան փոքր էր ու կլորավուն։ Ճամփին Արեգը Աննային պաղպաղակ առավ։ Աղջիկը ձախ ձեռքում կրիան, աճում պաղպաղակը ցույց տվեց հրաշալի միջնադարյան դղյակն ու Չիպոն բաց աչքերով էլի երազ տեսավ։ Ինքը իր կրիա աղջիկը Արեգն ու Աննան իբր դղյակում ամուսնանում են։ Ամուսնացան։ Իրենք կրիա բալիկներ ունեցան։ Արեգն ու Աննան պաղպաղակ լիզող մարդաերեխաներ, բայց արի ու տես, որ Չիպոն խառնել էր։ Կրիա բալիկներ ունեցան Արեգն ու Աննան, իսկ մարդաբալիկներ իրենք։ Այնքան պաղպաղակ լիզող բալիկներից զայրացավ մի օր Չիպոն, որ ասաց. Թուփ կրծեք, շուն շամ որդիկ, էս ինչ այլանդակն եք դուք,
Էս ոնց են ձեզ դիմանում մարդիկ, երանի չէր մի կրյա երեխա ունենայի, դպրոց չեք գնում, մեքենա չեք ուզում վարել, երկինք եք ուզում թռչել, հերիք եղավ բոլ եղավ, ես ձեր ներվերը չունեմ։ Զարթնեց, Արեգը հուզմունքից կարմրել էր, նա ձգվում էր դիպչելու Աննայի երկար ու շեք մազերին, իսկ այդ մազերը քամուց քշվում էին հակառակ կողմը, Արեգն անցնում էր մյուս կողմը, քամին քշում էր հակառակ ուղղությամբ, Արեգը զայրացավ քամու վրա ու ասաց. Աննա, քեզ սիրում եմ։ Աննան խնդաց. Դու լավ ջութակահար ես։ Աննա, ես Պագանինի կդառնամ։ Աննան նորից խնդաց. Պագանինին հայ չէր։ Արամ Խաչատրյան կդառնամ, վճռական ասաց Արեգը։ Չիպոին տուր ինձ, խնդաց Աննան։ Վերցրու, վրա տվեց Արեգը։ Չիպոն խլրտաց Աննայի ձեռքում, այսինքն ոնց, դու ինձ լքում ես այդքան հեշտ։ Աննան զգաց Չիպոյի վիրավորանքը և հա, խնդաց էլ։ Եթե քո Չիպոյին լքում ես, ուրեմն ինձ էլ մի օր կթողնես։ Ես հավատարիմ ընկեր եմ ուզում։ Չիպոն ուրախացավ։ Արեգը կարմրեց ու Չիպոյին խլեց Աննայի ափից ու նետեց մոտակա ջրավազանը։ Այսինքն իմ սիրտը կոտրեցիր, իմ ամենաթանկ նվերը մերժեցիր։ Չիպոն ջրի մեջ ձգվեց, հաճույքից փքվեց, վաղուց չէր եղել դրսի ջրի մեջ, հիշեց վերջինը մարմարի գետում էր, ոնց լողաց, մոռացավ Արեգին էլ, Աննային էլ։ Ջուրը ցամաքից լավն է, եթե ցամաքային կրյա ես, ջուրը կանչում է, այդպես էլ ցամաքն է կանչում ջրային կրյաներին, այնտեղ լավ է, որ դու չկաս։ Այս բաներն էին անցնում Չիպոյի փոքրիկ գլխով, երբ Արեգը բռնեց ջղային ձեռքով ու դուրս հանեց ասելով. Աղջիկները ամենադարզան էակներն են։ Աննան դա չլսեց, չէր էլ կարող լսել, որովհետև նրա իզութոզը չկար։ Երևի հեռացել էր խնդալով։ Նա իհարկե սիրում էր Արեգին և իր սերն այդպես արտահայտեց։ Տղաները դմբո գլուխ են, նրանք միշտ ուղիղ են հասկանում, ոլոր-մոլոր չեն ըմբռնում, ինչպես կրյաները։ Ոչինչ, իր մտքում ասաց Չիպոն, ես նրանցից իսկական կրյա կպատրաստեմ։ Չիպո, տանը չասես, որ Լյուքսեմբուրգ ենք գնացել, մրթմրթաց Արեգը։ Չիպոն այնպես նայեց նրա աչքերին, որ բոլոր հոխհեյմցիք հասկացան։ Բա դա ասելու բան է, բա տղամարդը տղամարդուն կծախի։ Կներես, որ քեզ ջուրը գցեցի, Չիպո ջան, գլուխը խոնարհած ասաց Արեգը։ Դրանից լավ բան, շնորհակալ եմ, մտքում պատասխանեց Չիպոն։ Այսօր այսքանը, իսկ թե ինչ եղավ Չիպոյի ու Արեգի հետ, կիմանաք հաջորդ անգամ։ Մի մոռացեք բաժանորդագրվել Արի լսի յութուբյան ալիքին։ Կհանդիպենք։